Չնայած նախագահական նստավայրում ու կառավարությունում հրավիրվող խորհրդակցությունները սկսել են ավելի հաճախակի բնույթ կրել եւ ուղեկցվել կոշտ քննադատություններով ու հորդորներով, այնուամենայնիվ հեռուստաէկրաններից հնչող կառուցողական ելույթների անկեղծությանը մայրաքաղաքի բնակիչներից քչերն են հավատում։ Մեր քաղաքացիները չեն հավատում այս խոստումներին, որովհետեւ ինչ էլ որ խոսք են տվել, նրանք իրենց խոստումները չեն կատարել։ Ընդհանրապես հենց այն սկզբից չեմ հավատացել։ Այս երկիրը ինքը հենց իրանք ղեկավարությունից բռնած կոռուպցիայի մեջ են։ Այսինքն օլիգարխիկ համակարգը ծառայում է մեր իշխանական համակարգին։ Իրանք օլիգարխիկ համակարգի հետ ընդհանուր համագործակցած նույն դաշտակի մեջ են։ Չեմ հավատում։ 20 տարի ասում են կոռուպցիայի դեմ պայքարում ենք, թալանչիների դեմ պայքարում ենք, իրենք թալանչիներ են։ Մեզ հետ զրույցում խոսելով Սերժ Սարգսյանի կողմից գործադիր մարմնին տրված վերջին հրահանգների մասին, դիմել անգամ վիրահատական միջոցների կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի եւ շոշափելի հաջողություններ գրանցելու համար, կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հիշեցրեց Լենինի խոսքերը։ Ժամանակին ըստ Թովմասյանի ԽՍՀՄ ղեկավարը նույնպես զգուշացնում էր 3 վտանգավոր թշնամիների՝ սնապարտության, կոռուպցիայի, կաշառակերության եւ անգրագիտության մասին։ Նշված արատավոր բարքերի դեմ պայքարը շուտ էր պետք սկսել, ասում է Ռուբեն Թովմասյանը, եւ եթե այսօր իրական քայլեր ու պայքար չձեռնարկվի, ապա վարչապետի ասածը, նախագահի ասածը միկրոֆոնից այն կողմ չի անցնի։ Եվ ոչ թե մարդիկ թաղվել են, հետո կանչել էլ չզբաղվեք կոռուպցիայով։ Իհարկե վիրահատության կարիք կա եւ լուրջ վիրահատության կարիք կա։ Եթե ոչ, ապա նույնը կշարունակվի, ինչպես ասում են, սայլը տեղի չի շարժվի։ Կառավարությունը ոչ թե հեռուստահաղորդում է, այլ հասարակության կողմից վարձված մարդկանց մի խումբ, որոնք պատասխանատվություն են կրում եւ պետք է ղեկավարեն երկիրը տնտեսական ու քաղաքական ոլորտներում։ Մեզ հետ զրույցում նշեց Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։ Մենք նրանց չենք հավատում, որքան էլ իրենք խնդրեն, հորդորեն, որքան էլ անպագորգոր պաթետիկ բառեր ասվեն, ինչ հիմնական իմաստությունը ասում եմ, ով խոսում է չի անում, ով անում է չի խոսում, գեղեցիկ խոսքերը հավատ չեն ներշնչում։ Հավատանք, որ փոխենք կարգախոսով իշխանության գլուխ եկած հանրապետական կուսակցությունն ու իր առաջնորդը ըստ Խզմալյանի ավելի խորացրեց Անջրպետը գործող վարչախմբի եւ հասարակության միջև, եւ չնայած առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին նմանատիպ խորհրդակցությունների եւ երկիրը տնտեսական առաջընթացի ճանապարհով տանելու նախընտրական մղումների պակաս չի գրանցվի, այնուամենայնիվ քաղաքացիների կյանքում նկատելի դրական փոփոխություն այս ամենից քիչ հավանական է թե արձանագրվի։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։